Ողջույն և բարի գալուստ մեր ալիք։ Այս տեսանյութում ձեզ կներկայացնենք Դուրես քաղաքը, ներառյալ Վոլգա զբոսայգին և նրա շրջակայքը։ Խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք մեր մյուս տեսանյութերը։ Ինչպես նաև կկիսվենք Ալբանիայի մասին մի շարք կարևոր ու արժեքավոր տեղեկություններով։ Բացի այդ, ուզում ենք տեղեկացնել, որ առաջիկա տեսանյութերում կցուցադրենք ամեն ինչ, ինչ վերաբերվում է Տիրանային Դուրեսին, թարմ բանջարեղեններ, ձկնեղեն, ծովամթեր, ռեստորաններ և ընդհանրապես ամեն ինչ, ինչ դուք պետք է տեսնեք և իմանաք։ Դուրեսը գեղեցիկ ծովափնյա քաղաք է, որը շատ մոտ է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանային։ Այս վայրը անշուշտ ձեզ կպարգևի անմոռանալի հիշողություններ։ Դուրեսը հիանալի, հանգիստ և հմայիչ վայր է լիարժեք հանգստի համար։ Այն Ալբանիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է Տիրանայից հետո։ Մեկ այլ արձան, բրոնզաձույլ արձան, Միկ Ջագգեր, Թինա Թերներ, Բոբ Դիլան և Ջոն Լենոն։ Ամենահատուկներից մեկը Ջոն Լենոնի արձանն է՝ նստած նստարանին, կիթառը ձեռքին։ Այն գտնվում է Դուրեսի կենտրոնում, մոտ աշտարակին։ 1960-ականներին կոմունիստական Ալբանիայում արգելված էր լսել Բիթլզ։ Սակայն երիտասարդներից շատերը գաղտնի սիրահարված էին այդ երաժշտությանը։ Այս արձանները տեղադրված են հարմարավետ սրճարաններով շրջապատված հրապարակում։ Այժմ այս արձանը հանդիսանում է այդ լռակյաց սիրո խորհրդանիշը։ Հենց այստեղ է գտնվում Ալբանիայի ամենամեծ լողափը։ Շատ տեղացիներ ու զբոսաշրջիկներ ընտրում են Դուրեսը իրենց ամառային հանգստի համար։ Տիրանայից Դուրես կարելի է հասնել ընդամենը 40 րոպեում։ Մենք գտնվում ենք Դուրեսի ափամերձ գծի ամենահայտնի հատվածում։ Այս վայրը կոչվում է Վոլգա։ Ափամերձ զբոսուղին շատ լայն է։
Այստեղ կա մեծ հրապարակ և կանաչ տարածք։ Ծովափի շրջակայքում քայլելիս կհանդիպենք մի քանի տպավորիչ քանդակներ, որոնք առանձնանում են։ Նրանցից մեկը արմատներ գործն է, տեղացի արվեստագետի կողմից ստեղծված հզոր և իմաստալից քանդակ։ Զբոսանքի ընթացքում կտեսնեք բազմաթիվ բարեր և ռեստորաններ։ Դրանք հիանալի վայրեր են հանգստանալու, ըմպելու և վայելելու Ադրիատիկ ծովի հրաշալի տեսարանը։ Եղանակը այստեղ տաք է, իսկ օդը մաքուր։ Եթե ճամփորդում եք երեխաների հետ, Ալբանիայում շատ խաղահրապարակներ կան։ Դուք կարող եք հանգիստ նստել մոտակա սրճարանում և վայելել մի բաժակ թեյ կամ սուրճ, մինչ ձեր երեխաները խաղում են։ Խոսենք նաև ալբանական մշակույթի ամենակարևոր և անբաժան մասը՝ սուրճ խմելու սովորության մասին։ Ալբանիայում սուրճի մշակույթը շատ զարգացած է։ Հաճելի սրճարաններ կամ ռեստորաններ կարող եք գտնել գրեթե ամեն անկյունում։ Ընկերների, հարազատների կամ պարզապես ծանոթների հետ նստել և միասին սուրճ խմելը այստեղ շատ կարևոր ավանդույթ է։ Թեև Դուրեսը Ալբանիայի ամենահին քաղաքներից է, այսօր այն լի է ժամանակակից շինություններով։ Դուրես հասնելու մի քանի տարբերակ կա Ալբանիայի հիմնական քաղաքներից։ Կարող եք վարձել ավտոմեքենա կամ օգտվել հանրային ավտոբուսից։ Եթե բյուջեն սահմանափակ է կամ նախընտրում եք հանրային տրանսպորտ, ապա ավտոբուսը հիանալի տարբերակ է։ Պարզապես հիշեք, վարորդին պետք է կանխիկ վճարել նստելիս։ Ալբանիայում հանրային տրանսպորտի միակ տեսակը ավտոբուսն է։
Ալբանիայում այս պահին ընդունված է վճարումների մեծամասնությունը կատարել կանխիկ։ Մայրաքաղաքում և Դուրեսի որոշ հատվածներում կարող եք վճարել քարտով, սակայն շատ վայրերում ընդունում են միայն կանխիկ։ Ուստի նախապես փոխանակեք գումարը։ Տեղական արժույթը լեկն է կամ եվրոն։ Եվրոն ընդունվում է շատ վայրերում։ Ալբանիայում մարդիկ ջերմ են, բարեհամբույր ու պատրաստակամ օգնելու։ Եթե ցանկանում եք այցելել Դուրես և բացահայտել այս գեղեցիկ երկիրը, կարող եք կապվել մեզ հետ։ Մենք սիրով կտրամադրենք տեղեկություն լավագույն տեսարժան վայրերի մասին, կօգնենք կացարանի ընտրության հարցում, իսկ ցանկության դեպքում նաև բնակարանի, գնման, տան կամ կոմերցիոն տարածքի ձեռքբերման հարցում։ Խնդրում ենք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի հետագայում բաց չթողնեք մեր մյուս տեսանյութերը։